Ներազգային ազատագրական շարժում քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներն ասում են, որ 2 ամսվա ուսումնասիրությունների արդյունքում պարզել են «Գազպրոմ Արմենիայի» գազի կալորիականության հետ կապված, ինչպես իրենք են որակում, այն հանցավոր սխեման, որի արդյունքում գազ սպառող բնակչությունը ոչ միայն չի տաքանում, դեռ մի բան էլ աստղաբաշխական թվեր է վճարում։ Նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանի խոսքով ցածր կալորիականության պատճառը «Գազպրոմ Արմենիայի» $350,000 արժողությամբ ազոտային 3 կայաններն են։ Դրանք ընկերությունը վերջերս է ձեռք բերել։ Որի միջոցով իրանք օդից, որը մենք շնչում ենք, ստանում են գազաբաժանման մեթոդով մաքրագույն ազոտ, խառնում են մեթանի հետ եւ ըստ այդմ ցածր ճնշման պարագայում մատակարարում են մեզ մի գազ, որը որ շատ հեռու է իրենց գազպրոմյան գոստերից։ Մեր արած փորձով մոտ 2600 կիլոկալորիա ցածր է գոստից։ Իսկ իրանց ասած թվից 3000, մի անգամ 8100 են ասել, մի անգամ 8000 են ասել։ Նման հայտարարություն նախաձեռնությունն արել էր դեռ 1 ամիս առաջ, սակայն հստակ փաստեր չէր ներկայացրել։ «Գազպրոմ Արմենիան» էլ նախաձեռնությունից պահանջել էր կամ հրապարակային ներողություն խնդրել, կամ խոստացել էր հարցը լուծել դատական կարգով։ Մարտիրոսյանն էլ ասում է, թե ներողություն խնդրել չի պատրաստվում, հարկ եղած դեպքում պատրաստ է հարցը դատարանում քննարկել։ Պնդում է, որ իրենց ինֆորմացիան ճշտված է, իսկ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը «Գազպրոմի» ներսից է։ Անուններ սակայն դեռ չի հրապարակում։ Այժմ որպես ապացույց միայն ձեռքի տակ ունեցած նկարն է ներկայացնում։ Դրանում հիշյալ կայաններն են պատկերված։ Սրա միջոցով ռեզերվուարներում, այսինքն ցածր ճնշման տակ, որտեղ բարձր ճնշման տակ դա անում են։ Իրանք գցում են գազի կալորիականությունը, այսինքն իրանք ոնց ասեմ ձեզ, կաթի օրինակ կարող են բերել, կաթը, եթե մաքուր կաթը 30 անգամ ջրով բացեն ու ծախեն սովորական մաքուր կաթի տեղ։ Բնականաբար ծավալը լիտրերը կավելանան, իրանք ավելի շատ փոխվեն։ «Գազպրոմ Արմենիայի» մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանն Ազատության հետ զրույցում Վահան Մարտիրոսյանի հայտարարությունը զրպարտություն որակեց։ Հարցին, թե $350,000 արժողությամբ ազոտային 3 կայան «Գազպրոմը» երբևէ ձեռք չի բերել, Սարդարյանը պատասխանեց. Վահան Մարտիրոսյանի հայտարարությունները կրկին որակում եմ անհիմն եւ անհեթեթ, որոնք դարձյալ որևէ մասնագիտական ուսումնասիրություն կամ փորձագիտական եզրահանգում չեն պարունակում։ Մեզ ասել են, լսել են, բայց չգիտեմ որտեղ, հնարավոր է եւ այս կարգի արտահայտությունների, որոնք ոչ մի լուրջ հարցադրում չեն ներկայացնում, մենք մեկնաբանություն չունենք։ Իսկ զրպարտության համար ընկերությունը դատարան չի դիմելու, մեր այս հարցին էլ Սարդարյանն այսպես արձագանքեց. Հարկ եղած դեպքում հիմա զրպարտության համար կդիտարկենք արդեն։ Նախաձեռնության անդամ Մարտիրոսյանը մինչդեռ դարձյալ շեշտում է, ներողություն խնդրել չի պատրաստվում։ 200 հոգի մոտ ուզում ենք հավաքենք, կոլեկտիվ այդ դատարան ներկայացնենք։ Մենք իրենց դատենք։ Իրանք ամբողջ ազգից սառացնում են։ Մարդկանց մոտ 13,000 արժողությամբ համակարգեր են շարքից դուրս գալիս այդ անորակ վառելիքով աշխատելու պատճառով։ Կա կետեր, հիմա ես դրանք կարդամ, որի համաձայն իրենք պարտավոր են փոխհատուցում անել։ Թեև «Գազպրոմ Արմենիան» բազմիցս պնդել ու պնդում է, որ ոլորտում խնդիրներ չկան եւ որ նորմալ գազ են մատակարարում հանրությանը, Չափագրության ազգային ինստիտուտն էլ հետեւում է, որակին ու խնդիրների դեպքում կհազանգեին, սպառողներն էլ հակառակն են պնդում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ թեև հավատում է «Գազպրոմի» տվյալներին, սակայն շրջանառվող խոսակցություններին վերջ դնելու համար հարցը ժամանակին նույնիսկ Գործարարների միությունում էր բարձրացրել։ Այնտեղ էլ առաջարկ էր եղել ստեղծել սեփական լաբորատորիա ու գազը փորձաքննության ենթարկել։ Հետո ես փորձեցի նաև հասկանալ, թե ինչ գերի սահմաններում են այդ լաբորատորիաները։ 20-ից 25,000-ից մինչև $60,000 տապանում ունեցող։ Ես կարծում եմ զուտ տեսահոլող սուբյեկտները կարող են միանալ կամ մեր գործարարների միությունը միանա, գոնե մեկ լաբորատորիա գնի 25,000, քան թե ամեն անգամ բողոքի, որ մենք $1,000 վնաս ենք կրում։